Հարցը վերաբերում է սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագրի վերաբերյալ վերջին քննարկումներին։ Խնդրեի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը մի փոքր տեղեկատվություն տրամադրել, որովհետեւ մեծ է հետաքրքրությունը մեր քաղաքացիների շրջանում այդ ծրագրի հետ կապված եւ շատերն են, որ սպասում են ծրագրի ընթացքի հետագա ուրեմն շարունակականությանը։ Ես ընդհանրապես ակնկալում եմ որոշակի տեղեկատվության տրամադրում արդյունքների ամփոփման վերաբերյալ եւ ինչ կարող ենք այս պահին որպես ուղերձ հղել մեր քաղաքացիներին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարցին կպատասխանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, համեցեք պարոն Մկրտչյան։ Տիգրանյան, շնորհակալություն հարցի համար։ Գիտեք, որ մենք 2022 թվականին մշակեցինք ծրագիրը, արդեն ավելի ակտիվ փուլ սկսեց մտնել 23 թվականի կեսից եւ բավականին մեծ դիմելություն ունեցանք հատկապես 24 թվականին եւ մենք որոշակիորեն լավարկելու նպատակով 24 թվականի օգոստոսին փոփոխություններ իրականացրեցինք եւ 500-ով ավելացրեցինք քվոտաների տեղը բնականաբար այդ նոր փոփոխությամբ եւ ակնկալում ենք որ առաջիկա ամիսներին այդ փոփոխությունից հետո պետք է որ մինչեւ տարվա վերջ լրանային այդ 500-ը, բայց շաբաթների ընթացքում լրացվեց եւ մենք որոշեցինք դադար վերցնել ուսումնասիրելու համար բոլոր դեպքերը մանրամասն եւ ըստ էության մենք ունենք արդեն նախնական պատկերը ուսումնասիրության, գիտեք որ օրերս նաեւ վարչապետի գլխավորությամբ ամփոփվեց ծրագրի արդյունքները եւ որպես ուղերձ կարող եմ ասել, որ մենք ուսումնասիրությունները դեռ շարունակում ենք եւ առաջիկայում վերջնական պատկերը ստանալուց հետո որոշակի ավելի թիրախային տարբերակով վերլուծության արդյունավետ պատկեր ունենալուց հետո կարողանանք մենք հայտարարել թե շարունակելու ենք թե չենք շարունակելու, ինչպես ենք շարունակելու, ինչ չափորոշիչներ են այդտեղ գործելու, բայց մի բան ակնհայտ է, որ այս ծրագիրը ամենապահանջված ծրագրերից մեկն է եւ իր մուլտիպլիկատիվ էֆեկտով բավականին այսպես դրական իրավիճակ է ստեղծել մեր սահմանամերձ այն բնակավայրերում, որտեղ որ մեր քաղաքացիները մասնակցել են, շահառու են դարձել եւ նաեւ կան բնակարաններ, որոնք որ արդեն ավարտական ակտեր ունեն, կամ բնակարաններ, որտեղ որ մարդիկ արդեն ապրում են, կամ բնակարաններ, որտեղ որ ներքին հարդարման փուլում են գտնվում։ Մենք առաջիկայում վերջնական ամփոփումից հետո կարողանանք մեր հայրենակիցներին ավելի հստակ եւ ավելի թիրախային պատասխանել, թե ծրագիրը շարունակական ինչպիսի ընթացք է, շարունակականություն ինչպիսի ընթացք եւ ինչպիսի բովանդակություն է ունենալու։ Շնորհակալություն, արձագանք, համեցեք Տիկին Տիգրանյան։ Շնորհակալ եմ պարոն Մկրտչյան պատասխանի համար եւ կարծում եմ բոլոր նրանք, ովքեր պոտենցիալ շահառու են, կշարունակեն հետեւել ընթացքին եւ պիտի ասեմ, այո, սա այն ծրագիրն է, որ ոչ միայն պահանջված է, բայց նաեւ ցույց տվեց, որ ծրագրի մասին տեղեկատվությունը կամ իրազեկումը շատ ավելի արդյունավետ եղավ, երբ որ կոնկրետ եղան օրինակներ եւ մարդկանց շրջանում այդ ծրագրի արդյունավետության համար պետք չէին որևէ հատուկ քարոզչական արշավներ, ուղղակի պետք էր դիտարկել, որ իրականում փաստացի տեղի ունենում բնակարանաշինություն եւ եթե հարևանի օրինակը լավն են, մնացածը սկսում են դրանով ողջևորվել։ Այս պահին որևէ խոստում չտալով գուցե ուղղակի ասենք, որ պոտենցիալ շահառուները կարող են դեռ հույս ստացել։ Բնականաբար ես ասացի, որ մենք պետք է քննարկենք նաև այդ բոլոր պոտենցիալ շահառուներ, ունենք մենք դիմումներ, որոնք որ ծրագրի ավարտից հետո շինթույլտվություն են ստացել, հող են ձեռք բերել եւ այլն մարդը, մենք այդ կոնկրետ դեպքերն էլ կուսումնասիրենք եւ ըստ անհրաժեշտության նաև բոլորի հետ կապ կհաստատենք, անհատական ուսումնասիրելուց հետո կկարողանանք մեր հայրենակիցներին հստակ պատասխաններ տալ, բայց մենք չենք բավարարում նրանով, որ կոմունիկացիան արդյունավետ ստացվել է նաև օրինակների վրա, ունենք գրեթե բոլոր բնակարաններ այցեր ենք կատարել, ունենք պատկերներ այդ բնակարանների ինչպիսիք են, եւ ըստ անհրաժեշտության մենք նաև կոմունիկացիան կակտիվացնենք, երբ որ հաղորդելու կլինենք մեր ծրագրի նոր բովանդակության եւ շարունակականության մասին։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։